Պարոն Պապոյան, ես հիմա ներկայացնում եմ տաքսի ծառայություն իրականացնող վարորդների, եթե չասեմ օրական, եթեպես 2-3 անգամ այդ խնդիրը բարձրաձայնում են։ Ես հիմա ուզում եմ ձեզ եւ մեր բոլորի ուշադրությունը այդ խնդիրը իրենք վճարում են հարկեր, ընդ որում, եթե չեմ սխալվում, 2 կամ 3 տեսակի հարկ են վճարում, բայց իրենք դուրս են մնում մնացած բոլոր աշխատող մարդկանց իրավունքներից, այսինքն հասարակ, երբ որ տեղեկանք աշխատավայրից, իրանք չեն կարող ներկայացնել տեղեկանք, որ իրենք Yandex ծառայությունում տաքսի են վարում։ Օգտվել բանկի ծառայություններից նույնպես չեն կարող, որովհետև բանկին չի հետաքրքրում, որ ինքը, այսինքն հետաքրքրում է այնքանով, որքանով կարող են բարեմաղթանքներ հղել, բայց կոնկրետ վարկ եւ մնացած այլ ծառայությունները իրենք դուրս են մնում։ Իրենք դուրս են մնում որպես աշխատանքային ստաժ։ Իրենք չեն ունենում աշխատանքային ստաժ, բայց իրենք ծառայում են, վճարում են բավական մեծ գումար եւ ելի դուրս են մնում։ Ես խնդրում եմ, որ դուք հաշվի առնեք այս ամեն ինչը եւ շատ արագ մենք այդ մարդկանց տանք հստակ պատասխան, ինչու իրենք դուրս են մնում եւ ինչ է պետք էլ անել, որ իրենք դառնան աշխատանքային ստաժ ունեցող մարդ համարվեն։ Եվ վերջում ասեմ, որ ամեն դեպքում ինչքան էլ որ ազատական լինի մեր տնտեսությունը, ինչքան էլ անձրևը ուժեղ լինի, չի կարող 1000 դրամից ծառայության գինը միանգամից աճել դառնալ 3200 դրամ 4 կիլոմետր տարածքի համար։ Այդ ծաղր է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ ընդամենը։